Նախ արձանագրենք, որ գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով, այսինքն երկաթուղային երթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել եւ իհարկե հակառակ ուղղությամբ էլ չեն գնացել եւ այդ առումով այսօր պատմական օր է ռուսական ցակման ծորենը Ադրբեջանի այնուհետև Վրաստանի տարածքով եկավ Հայաստանի Հանրապետություն առաջիկա օրերին սպասում ենք նաև Ղազախական ցակման ծորենը, որը այս պահին Ադրբեջանի տարածքում է եւ ըստ էության կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է եւ սա շատ կարեւոր էական նշանակություն ունի բնականաբար մեր տնտեսական քաղաքականությունների եւ լոգիստիկ քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության գործնական արտացոլումն է արդեն հողի վրա եւ տնտեսական առաջին ըստ էության արդյունքներից մեկը եւ բնականաբար մենք հույս ունենք, որ այս process-ը զարգացում կապրի եւ բնականաբար ինչպես խաղաղությանը, այնպես էլ խաղաղության ուղեկցող բոլոր տնտեսական նախաձեռնությունների նկատմամբ պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք, որպեսզի դրանք բազմապատկվեն, մեծանան, հզորանան եւ դրանով նաեւ բնականաբար մեր պետության դիմակայունությունը ավելացնենք։ Ինչ խմբականակի մասին է խոսքը։ Սա 15 վագոն բեռ է, որը մոտ 1000 տոննա է, եւ սա առաջին քանակն է եւ բնականաբար հաջորդ ղազախական խմբականակը, որը կգա, նույնպես այդքանը էլի 1000 տոննա եւ 15 վագոն։